Ես կարծում եմ, որ խնդրահարության, որ եթե 8-րդ գումարման ազգային ժողովը թատրոն էր, 9-րդ գումարման ազգային ժողովը բոլոր նախադրյալները ունի կրկեսի վերածվելու։ Կրկեսը, հիշենք մեր մանկության կրկեսը, կենթանիներ, տարատեսակ, վարժեցված, շատ հետաքրքիր ծաղրածուներ, որոնք ամբողջ երեկո արենայում էին, ամբողջ ընթացքում արենայում էին, գլխավոր համարը, էկվիլիբրիստներ, Այս բոլորը մենք պայմանականորեն տեսնում ենք ազգային ժողովում։ Դուք միանգամայն ճշգրտորեն հիշատակեցիք ազգային ժողովի հանձնաժողովների բաշխման ամբողջ կազուսը։ Հիշում եք, չէ, Սամվել Կարապետյանը ընտրարշավի ժամանակ ինչ էր ասում դեպի Եվրոպա քայլերի մասին եւ դեպի Ռուսաստանը գնալու անհրաժեշտության մասին։ Այս ուզում եմ Կարծում եմ, որ ոչ բոլորն են տեսել, համենայն դեպս Նարեկ Կարապետյանի ինքնազարմանքի, թե ինքնահրճվանքի դրսևորում ժպիտը, երբ ասաց, որ իրենք ուզում են Եվրոինտեգրման հանձնաժողովը։ Կարծես ինքն էլ էր շշմած իր հայտարարությունից։ Եվ այսօր Եվրոինտեգրման հանձնաժողովը պետք է ղեկավարի մի ուժ, որը ղեկավարվում է Կրեմլից։ Այսինքն ստացվում է, որ մենք դեպի Բրյուսել գնալու համար զիգզագ ենք անելու դեպի Մոսկվա, ու բնականաբար Եվրոինտեգրման հանձնաժողովը թող ինձ ներեն բոլոր, ինչ ասեմ, ուժեղ Հայաստանի երկրպագուները, ուժեղ Հայաստանի բոլոր համակիրները, այդ հանձնաժողովը չի գործելու, նույնիսկ այն պարագայում, որ ԿՊ-ն ունենա փոխնախագահ, այդ հանձնաժողովը պարզապես մեկ նպատակ է ունենալու, հնարավորինս խոչընդոտել, հնարավորինս արգելակել վիզաների ազատականացումը, հնարավորինս արգելակել, որ Հայաստանը անդամակցի խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտուն, որովհետեւ դա դեմ է Ռուսաստանի շահերին։ Ու եկեք հասկանանք նաև, թե Կարեն Կարապետյանի ուղղորդմամբ, չգիտեմ, Սամվել Կարապետյանի, այսպես անմիջական մասնակցությամբ Նարեկ Կարապետյանը ու ամբողջ խմբակցությունը ինչու հանկարծ այդ որոշումը կայացրեցին։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Իսկ այն, որ մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստան խմբակցությունն է ղեկավարելու, դա արդեն կազուս չի։ Դա արդեն նույնիսկ կրկես չի։ Դեք դա այնպեսի մի խնդիր է, որ մեզ հանգեցնում է շատ պարզ ճշմարտության։ Հիշում եք, կար սենատոր, շատ հայտնի սենատոր Կատոն Ավագ, որը սենատում ինչ ելույթ էլ լիներ, ինչի մասին էլ խոսեր, իր ելույթը ավարտում էր նույն նախադասությամբ. Կարթագենը պետք է կործանվի։ Կարթագենը ի վերջո կործանվեց իհարկե, բայց ես ուզում եմ Կատոն Ավագին պրոյեկտելով մեր ժամանակները նշել, 9-րդ գումարման ազգային ժողովը չի կարող պաշտոնավարել մինչև իր գործունեության ժամկետի ավարտը։ 9-րդ գումարման խորհրդարանը պետք է լուծարվի։ Եվ դա ակնհայտ է դարձնում ոչ միայն այդ ընտրության ընթացքում միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու, դու մանդատագող ես, դու կաշառատու ես, իրար ոչ լեգիտիմ համարելով, իրենք իրենց լեգիտիմ համարելը, ոչ լեգիտիմ քաղաքական ուժից լեգիտիմ ձայներով փոխնախագահ ընտրելը, հասկանում եք, սրանք կազուսներ են, բացարձակապես կազուսներ են, որոնք նորմալ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, քաղաքական տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Եվ ես ուզում եմ այս թերևս ձեր հարցը ամփոփել մեկ գլխավոր մտքով։ Հանրապետություն կուսակցությունը պնդում է, որ Սահմանադրության նախագծում անպայման ամրագրվի Հայաստանի Հանրապետության դեպի Եվրամիություն գնալը, Եվրամիության անդամակցության նպատակը։ Անպայման սահմանադրության նախագծում դա ամրագրվի, որովհետև որևէ երաշխիք այս ընթացքով որևէ երաշխիք չկա, որ քաղաքական պասյանսը չի փոխվի այնպես, մի օր մենք հասկանանք, որ չգիտեմ, ինչ-որ մի օր օրացույցի մենք ապրենք 2 սեպտեմբերի 3-ը։ Իսկ դա նշանակում է հարված պետականությանը, դա նշանակում է պետությունը դնել այնպիսի վտանգի տակ, վերացնելով այլ ընտրանքները,
երբ հաջորդ օրը իսկապես պատերազմի հավանականությունն է մեծանում, երբ հաջորդ օրը իսկապես վերանում է, ընդհանրապես վերանում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաստորագրված հիշեցնեմ խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը, այլև խոր կասկածի տակ է դրվում տրիպը, հետևաբար անվտանգությունը, հետևաբար ապաշրջափակումը, հետևաբար տնտեսական զարգացումը։ Այ մենք այս խնդիրների առաջ ենք կանգնած, որովհետև Ռուսաստանի Դաշնության նպատակը գաղտնիք չի, գաղտնիք է թերևս միայն նրանց համար, ովքեր փողով գնացել են ընտրության, առերևույթ ընտրակաշառքի գործերը դա են ապացուցում, ովքեր իրենց հայրենիքը համարում են Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վերածել են Ռուսաստանի պետական դումայի, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կամ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ինչ որ ֆիլիալի, սիմբիոզի Կարողացել են վերածել են Տիկին Ադամյան, կարողացել են վերածել, այդտեղ միայն իշխանության խնդիրը չի։ Այդտեղ միայն իշխանության խնդիրը չի, տեսեք, իշխանության գլխավոր սխալը որն էր, եկեք դա էլ այնուամենայնիվ արձանագրենք։ Եվ ձեր նշած մտահոգությունները արդյոք իշխանությունը չունի, եթե մենք այսպիսի համագործակցություն ենք տեսնում, այսպիսի վարքագիծ ենք տեսնում, լրացում որպես հարց։ Ձեր հարցը երկու մասից է, ես հիմա փորձեմ երկու մասին էլ առանց իրար խառնելու պատասխանել։ Սկսենք իշխանության մտահոգությունից։ Իշխանական падգամավորները այս օրերի ընթացքում հասցրել են հայտարարել, որ նախորդ գումարման խորհրդարանը ամենածածր ռեյտինգ ունեցող պետական կառույցն էր եւ իրենց նպատակն է խորհրդարանի ռեյտինգը բարձրացնելը։ Եվ խորհրդարանի ռեյտինգը գցում էր հայերենից այդ դու հիմար ես, հիմարը դու ես, անverջ բանավեճը, որը տևեց 5 տարի։ Հիմա նրանք փորձում են փոխել այդ մթնոլորտը, այսինքն գնալ համագործակցության։ Որքան է համագործակցության ունակ ընդդիմությունը, կարծում եմ այս քանի օրերի ընթացքում բոլորս այդ ականատես եղանք, բայց խնդիրն այն է, որ համագործակցությունը ձեռնտու է նաև ընդդիմությանը, եւ ընդդիմությունը իր ակնհայտ այսպես հակա, չգիտեմ, հակապետական, հակաիշխանական դրսևորումներով հանդերձ այնուամենայնիվ փորձում են ներկայանալ չզարմանաք ինքնիշխանության կողմնակից, Հայաստանի Հանրապետության զարգացման կողմնակից, Հայաստանի Հանրապետության հզորացման կողմնակից եւ միակ ուժը, որը կարող է փոփոխություններ բերել երկրում, միակ ուժը, որ անկախ ամեն ինչից կանգնած է այ ձեր կողքին, կանգնած է իմ կողքին, թեպետ ինձ դա բացարձակապես պետք չի, կանգնած է ժողովրդի կողքին։ Սա միֆ է, սա մեղմ ասած ստորություն է, որովհետեւ սա սուտ է։ Ես արտահայտում եմ իմ տեսակետը եւ ես այդ տեսակետից չեմ հրաժարվում, որովհետեւ ես ունեմ բազում հակափաստարկներ, որ դա այդպես չէ, որ դա պարզապես հերթական, ինչ ասեմ, կարծես թե ընդդիմությունը դուրս չի եկել այդ ընտրարշավից եւ իրեն թվում է, որ 5 տարի այդ ընտրարշավը պետք է շարունակի պարզապես խորհրդարանում, այսինքն 5 տարի եւս պետք է լինեն խոստումներ եւ պետք է լինեն փոխադարձ մեղադրանքների հիմքով այնպիսի բարդ կառույցներ, որոնց հիմքում Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է համոզվեն, որ միայն վերև Աստված ներքևը իրենք, այլ փրկիչներ երկրի վրա եւ երկնքում անգամ չկան։ Սա, ինչ ասեմ, ոչ միայն միֆ է, սա պարզապես խաչագողություն է, քաղաքական խաչագողություն։ Ինչ վերաբերում է իշխանությանը, իշխանությունը ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, եթե հիշենք, հայտարարում էր, որ հունիսի 7-ի ընտրություններում ժողովուրդը պետք է գնա եւ եռագլուխ հրեշին, մեղմ ասած, ոչնչացնի։ Ժողովուրդը գնաց եւ եռագլուխ հրեշին թվական ավելի մեծ կազմով բերեց խորհրդարան, որն էր քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի սխալ հաշվարկը։ Դեք ապավինել ժողովրդի կամքին այն պարագայում, երբ դու ժողովրդին անverջ մատուցում ես զվարճանք, բայց դու ժողովրդին չես մատուցել հացը, զվարճանքը չի աշխատում։ Հռոմեական կայսրերի օրենքը Հայաստանի Հանրապետությունում կարող էր աշխատել այն պարագայում, եթե ժողովուրդը ունենար հացը եւ զվարճանքով էլ պարզապես զվարճաներ։ Բայց այդ հացը ռեալ աշխատատեղերի տեսքով չեղավ։ Այդ հացը քաղաքացիական համերաշխության տեսքով չեղավ։ Այդ հացը չեղավ Հայաստանի Հանրապետության ռեալ շոշափելի հեռանկարի տեսքով։ Մենք ստացանք ընդամենը խոստումներ
մենք ստացանք տնտեսական աճի, այսպես գլխապտույտ տնտեսական աճի տվյալներ, որոնք որևէ ազդեցություն չունեցան կենսամակարդակի վրա։ Այս է կազուսը։ Մենք չփոխեցինք ժողովրդագրական պատկերը, ոնց գնացել էին արտագնա աշխատանքի, այնպես էլ գնում են։ Եվ փառք ու պատիվ Ռուսաստանին, որ պարզապես վռնդում ու օտարում է ոչ միայն հայերին, այլև բոլորին, փոխելով իր միգրացիոն կանոնները, ելնելով պատերազմում գտնվող երկրի անվտանգության անհրաժեշտությունից։ Սա է իրականությունը։ Ինչու քաղաքացիական պայմանագիրը, որը այնուամենայնիվ հավաքեց 49% դե ֆակտո պարտվեց ընտրություններում։ Դե ֆակտո պարտվեց ընտրություններում, որովհետև խորհրդարան մտան այդ մեծ թվով ընդդիմադիրներ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ լուծել իր նվազագույն խնդիրը։ Առավելագույնը իշխանափոխություն հեղաշրջում անելը չկարողացավ, բայց նվազագույնը լուծեց։ Խորհրդարանում հայտնվեցին մեծ թվով մարդիկ, որոնք կատարում են Ռուսաստանի Դաշնության հրահանգները։ Այս է խնդիրը։ Այդ դրանով պարտվեց քաղաքացիական պայմանագիրը։ Եվ այսօր քաղաքացիական պայմանագիրը փորձում է այնուամենայնիվ փորձում է այդ ստեղծված իրավիճակում մնալ սպիտակ ձյուղի վրա։ Կարող է, իհարկե կարող է, եթե անի անհրաժեշտ քայլերը։ Անելու է ժամանակը ցույց Այսինքն կտա։ միայն իշխանության պահպանման խնդիր է փորձելու լուծել։ Եթե իրենց հարցնեք, պետության պահպանման խնդիր են Դե փորձել իրենց հիմա լուծել, չենք եթե իրենց հարցնեք, խաղաղություն են բերել, ինչը ճշմարտություն է, այո, խաղաղություն են բերել, բայց այդ խաղաղությունը չեն բերել իրենց գեղեցիկ աչքերի համար։ Այդ խաղաղությունը բերել են, որովհետև աշխարհում իրավիճակ է փոխվել։ Այդ խաղաղությունը բերել են, որովհետև համենայն դեպս աշխարհաքաղաքական կտրվածքով եթե նայում ենք տարածաշրջանին, գերանհրաժեշտություն է, որպեսզի միջինասիական հանրապետությունները միանան Եվրոպային, այսինքն կա միջին միջանցքի խնդիրը։ Եվ այդ միջին միջանցքի խնդրում լիովին տեղավորվում է տրիպը, որովհետև պետք է ապաշրջափակում, հաղորդակցողիների բացում, խաղաղություն, տնտեսական զարգացում, դա պետք է ամբողջ աշխարհին։ Եվ ամբողջ աշխարհի խնդիրը բացառությամբ թերևս Ռուսաստանի, որը փորձում է տարածաշրջանում այնուամենայնիվ իր ունեցած դիրքերը պահել, այդ խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի հետ ունի համադրում։ Խաղաղությունը գալիս է շահերի համադրության սկզբունքով։ Տրիպը բերում է եւ անվտանգություն եւ տնտեսական զարգացման հնարավորություններ։ Եթե գործի տրիպը։ Ես չեմ կարծում, որ տրիպը չգործելու տարբերակ ունի։ Տրիպը այո, գործելու է։ Տրիպը միանշանակ գործելու է։ Եթե անգամ ներողություն ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակեն արճակատման այս փուլը։ Միանշանակ է, որ ԱՄՆ-Իրան հակասությունները, ԱՄՆ-Իրան սողացող չդադարող պատերազմը, մեկ հրադադար, մեկ հրետակոծություն, ինչ որ ազդեցություն տրիպի վրա ունենալու է։ Սա միանշանակ է, սա ժխտել է անիմաստ է, բայց դա վճռական ազդեցություն չի ունենալու։ Ինչ կլինի Իրան-ԱՄՆ հարաբերություններում, տրիպը շարունակելու է իր ընթացքը։ Եվ տրիպի ընթացքը շատ ավելի նպաստելու է նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմանը։ Եկեք դա էլ հասկանանք։ Եկեք դա էլ ընդունենք։ Որտեւ Իրանի համար իրականում շատ ձեռնտու է այդ տրիպը։ Շատ ձեռնտու է, դա ոչ թե վտանգ է Իրանի անվտանգությանը, ոչ թե սպառնալիք է, այլ Իրանի տնտեսական զարգացման գրավական կարող է դառնալ ճիշտ որոշումների ընդունման պարագայում։ Որովհետև որևէ պետություն իր քաղաքականությունը կառուցելիս բնականաբար սեփական շահերից է ելնում, որքան էլ ասենք այդ պետության վրա լինեն շահերի ուրիշ երկրների ազդեցությունների, ուրիշ երկրների շահերի ճնշումներ։ Իրանը պետք է ելնի սեփական շահից, իսկ սեփական շահը վաղ թե ուշ թելադրելու է, որ իրեն անհրաժեշտ է խաղաղություն, վաղ թե ուշ թելադրելու է, որ տնտեսական այդ անկումը, ազատ անկումը, որի մեջ գտնվում է Իրանը, չի կարող անվերջ շարունակվել։ Դադար պետք է տալ։ Պետք է ժողովրդի մասին մտածել, քանի դեռ ժողովուրդը իսկապես փողոց դուրս չի եկել։ Պարզապես սովորական հացի համար։ Հիմա քանի որ տրիփին անդրադարձակ, թեման շարունակելով Տիկին Ադամյան, օգոստոսի 8-ից 1 տարի է անցել, արդյունքների գնահատում եթե անենք, ինչ ունենք։ Ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ից անցած 1 տարվա մեջ մենք շատ ավելին կարող էինք ունենալ, բայց
բայց ունենք իսկապես առաջընթաց, որովհետև եթե վերցնենք զուտ հողի վրա կատարվող աշխատանքները, ամենայն դեպս այն տարածքով, որտեղով պետք է անցնի տրիպը, արդեն ուսումնասիրվել են տարածքն է ուսումնասիրվել, հնարավորություններն են ուսումնասիրվել, երկաթուղու վերագործարկման թունելներն են ուսումնասիրվել, այսինքն գետնի վրա աշխատանք կատարվել է, ստեղծվել է հիմնադրամ, բոլորովին վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրամի գումարները կրկնապատկեց, այսինքն այն ամենը, ինչ կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որևէ խոչընդոտի չի հանդիպում։ Եկեք նաև զարմանանք էլի, նաև զարմանանք այն արագության վրա, որ համենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը ինչ արագությամբ է ընդունում այդ որոշումները, իսկ այդ որոշումների ընդունումը վստահեցնում եմ ձեզ, որ բյուրոկրատական բազում այսպես արգելակներ պետք է հաղթահարեն, բայց մենք ունենք այստեղ տիեզերական արագություն։ Ինչու այդ գումարը չի ոչ թե կրկնապատկվում, այլ բազմապատկվում։ Ինչու այդ հարցերը շատ ավելի արագ չեն լուծվում։ Այստեղ գալիս է Հայաստանի Հանրապետության խնդիրը, որովհետև մենք միանշանակ Ռուսաստանի Դաշնության հետ այն խնդիրների տրցակը, որ ունեինք, անվերջ ձգձգում ենք ու չենք լուծում։